Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, տաղավարում այսօր հյուրընկալել ենք միջազգայնագետ ԱԺՎ խորհրդի անդամ Արա Պապյանին։ Բարև ձեզ, պարոն Պապյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, այս օրերին լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում պետական մակարդակով ոչ մի միջոցառում չի կազմակերպվել այս տարի։ Ձեր գնահատմամբ ինչի մասին է այս իրողությունը վկայում եւ ամենակարևորը, ինչ հետեւություն պետք է անեն սրանից մեր համակարգացիները։ Սա ներկա վարչախմբի քաղաքականության դրսևորումն է, այն է ամեն գնով սիրաշահել Ադրբեջանին եւ Թուրքիային, իբր հարաբերություններ բարելավելու համար։ Ինչու եմ ասում իբր, որովհետեւ այս օրակարգը չի բերելու ոչ խաղաղության պայմանագրի ստորագրման, ոչ այդ պայմանագրի կամ համաձայնագրի գործադրման, առավել եւս նույն Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման։ Արևելքում մեր տարածաշրջանում առաջին հերթին գործում է գիտակցումը ուժի։ Եթե դու զիջում ես այն էլ աննպատակ, դա անցալում է թուլություն եւ մենք տեսնում ենք, որ պահանջները շատանում են։ Նոր աղետների է հանգեցնում այդ քաղաքականությունը։ Այո, եթե Ադրբեջանի պարագային ենք վերցնում 17 կետ առաջադրեցին 17-ից 17-ն էլ հայկական կողմը ընդունեց, հիմա նրանք եւս 9 կետի մասին են բարձրացնում։ Ինչ վերաբերում է Թուրքիայի պարագային, ասենք հայոց ցեղասպանության հարցը, այս ուրացումը ցեղասպանության բերելու է հակառակ լրիվ արդյունքի մեզ համար, որովհետեւ երբ որ հանցագործը, իսկ ցեղասպանությունը դա հանցանքների հանցանքն է, ասենքն դա բնութագում անգլերեն crime of the crimes, ասենք երբ որ դու նման հանցագործություն ներում ես եւ ցանկացած տարբեր իրավունքի մասնագետ ձեզ կասի, որ չպատժված հանցագործությունն է խրախոսում նույն հանցագործության կրկնությունը։ Ընդ որում այն դեպքում, երբ որ ներողություն չի խնդրել։ Եվ ոչ միայն ներողություն չի խնդրել, նույն Էրդողանը հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերին Բաքվում այս շքերթի ժամանակ ինքը խոսեց վերևում թևածող էմբերի հոգու մասին, որը պիտի օգնի, որ իրենք վերջական հասցնեն բոլոր այդ նպատակները, հաջորդ ցեղասպանության ավարտին հասցնեն։ Մենք նաև նման քայլերով մեր այն դաշնակիցներին, բարեկամ երկրներին, ովքեր ընդունել են ցեղասպանություն, դնում ենք շատ ծանր կացության մեջ, որովհետև ստացվում է, որ մենք իրենց, մասնավորապես Կանադայում այդպես է եղել, համոզում ենք ասելով, որ կան արժեքներ, որոնք ավելին են, քան օրինակ նյութական արժեքները, մասնավորապես կանադացիք նշում էին իրենք տնտեսական հարաբերություններ, առևտրային օգուտ, օրինակի համար մետրոպոլիտենի, Անկարայի մետրոպոլիտենի վագոնների պատվերը պիտի տային կանադացիներին, բայց իրենք չնայած նրան ընդունեցին զրկվելով այդ կոնտրակտից, որովհետև կարևորը այո դա այդ արժեքային համակարգն է։ Հիմա մենք ասում ենք, չգիտեք, լոլիկի եւ վարունգի առևտուրը Թուրքիայի հետ մեզ համար ավելի կարևոր է, քան նման բաներ, որը մեկը չփորձի ասել, որ իբր թե այս որտեղ փորձում են դա մասնավորապես Արադ Միրզան եւ այլն, որ իբր թե կամ Ալեն Սիմոնյանը, եթե մենք այդ ցեղասպանության հարցը շահարկել էր ասել, չարաշահել էր ասել, չանենք, ապա Թուրքիան ինչի պիտի մեզ հետ վատ լինի։ Այդ սխալ տրամաբանություններ հենց Արցախի հարցում, Ադրբեջանի հարցում, այդ ասում են, դե որ Արցախի հարցը ոնց որ ասած մերը չլինի, Արցախը մերը չլինի, ինչի պիտի Ադրբեջանը վատ լինի։ Մենք տեսանք ինչի։ Նույնն էլ է դա, այնպես որ սա սխալ քաղաքականության դրսևորումներից մեկն է։ Իսկ ինչ պետք է հետեւություն անի մեր հետեւությունը ժողովուրդը պիտի անի հետեւյալը, որ այն մարդիկ, ովքեր իրականացնում են այս քաղաքականությունը, պիտի հեռանան։ Իշխանությունը ըստ գործող սահմանադրության կարծեմ երրորդ հոդվածն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Նա ընտրությունների միջև ընկած ժամանակատած երկիրը կառավարում, ժողովուրդն է կառավարում իր ընտրած իշխանությունների միջոցով։ Իսկ ինչպես է ընտրում։ Այն գաղափարներով, որը ընտրությունների ժամանակ ասվում է։ Գիտեք, սա նման է խաբեության, որ վատ օրինակ խանութներում անում են, մի ապրանք են քեզ ցույց տալիս, դու դրա համար վճարում ես, հետո գնում ես բացում ես, տեսնում ես մի վատ ուրիշ ապրանք են տվել։ Այս իշխանություն ժողովրդի հետ այդպես է վարվել։ Ինքը ընտրությունների է գնացել 21 թվականին այլ խոստումներով,
այլ քաղաքական ապրանք ներկայացնելով, վճարվել է քվեներով, ինչ որ մի մասը կեղծվել է, մի մասը խաբել են, բայց ինչ որ ձեւ վճարվել է, այսօր ժողովուրդը բացում է այդ իր գնացը, իր քվեով գնացը եւ լրիվ հակառակն է, ոչ թե տարբեր է, լրիվ հակառակն է, դա հետեւություն պիտի անի եւ ես կարծում եմ, որ պիտի խաղաղադվզման ճանապարհով պահանջի արտահերթ ընտրություններ եւ ընտրությունների ժամանակ քվե չտա ԿՊ-ին եւ Նիկոլի վարչախմբին։ Պարոն Պապյան, մենք դուք ցեղասպանության հարցում իշխանության վարած քաղաքականությունը պայմանավորեցիք Թուրքիային սիրաշահելու հանգամանքով։ Մենք նաև տեսնում ենք, որ գործող իշխանությունները ցեղասպանությանը նվիրված օրինագծերը, միջոցառումները, ավանդական ջահերով երթը ընդունում են նաև իրենց դեմ ուղղված գործողություն, ամեն կերպ խոչընդոտում են դրանց։ Ըստ ձեզ սա ինչով է պայմանավորված իշխանականների այս անհանդուրժող կեցվածքը այս ամենի նկատմամբ։ Որտեւ իրենք սպասարկում են նույն օրակարգը, ինչ որ թուրքերն են ուզում, ուրիշ հարցերում են ադրբեջանցիները։ Եվ իրենց տերերի արժեվ պիտի արդարանան։ Իրենք լավ են հասկանում, որ օրինակի համար, եթե Նիկոլ Փաշինյանը դատապարտում է ջահերով երթը կամ դրոշների այրելը եւ այլն, այն համարելով, չգիտեմ, սադրիչ եւ այլն, դրանով չի դադարեցնելու, բայց դա ինքնաարդարացման հնարավորություն, այսինքն, երբ որ ասենք նույն Էրդողանը կամ Ալիևը հարցնեն Նիկոլին, բա դու մեզ խոստումներ ես տվել եւ այլն, ինչ եղավ, ինքը կասի, տեսեք, ես հայտարարել եմ, ես դատապարտել եմ, մինչեւ այդ եւս մենք պահանջել ենք եւ այլն, ես այսօր ժամը 1-ի կողմերը ցեղասպանության հուշարձանի մոտ էի եւ պիտի ասեմ, դպրոցական տարիքի երեխաներ, ես երբեմն այդքան քիչ չեմ տեսել այնտեղ, որտեվ կան լուրեր, սա պիտի որ հրահանգավորվել են դպրոցներին, հնարավորինս աշակերտներին չտանել։ Խոչընդոտել են աշակերտներին։ Խոչընդոտել են, բրստաբար խոչընդոտել են ամեն ձև պետական հիմնարկություններ եւ այլն բան, որովհետեւ սրա մեջ կրկնում սա թուրքական օրակարգ է, բայց նոր չի սկսել։ Սկսած այն հարցադրումից, որ դեռ պետքա տեսնենք ինչ պատճառով եւ այլն։ Սոհելին նույնականացնենք 1.5 միլիոն։ Այո, որևէ կապ չունի, հասկանում եք պատճառները եւ այլն, դա գիտական հարց է։ Թող գիտնականները լուծեն այս հարցը, բայց անկախ դրանից թե ինչ է եղել պատճառը, անկախ դրանից թե զոհերի թիվը ինչքան է եղել, դա երևույթը չի փոխում։ Տեղի ունեցել ցեղասպանություն, այսինքն ենթադրենք 500,000 մարդ է սրի քաշվի, ինչը դրանից ցեղասպանություն դադարում է լինելուց, իհարկե ոչ։ Այսինքն տանում են, շեղում են ոչ կարևոր հարցերի շուրջ, ինչ որ թվաքանակների ավելի անհեթեթ, ցուցակների մասին են խոսում եւ այլն, կամ պատճառաբանություններով եւ այլն, չկա որևէ պատճառաբանություն չի կարող արդարացնել ցեղասպանությունը, որտեղ ցեղասպանությունը, կրկնում եմ նորից, ամենամեծ հանցանքն է, ինքը այսպես կոչված բարդ, բաղադրյալ հանցագործություն, այսինքն իր մեջ պարունակում է միանգամից մի շարք հանցակազմ, դա սպանություն է, դա բռնաբարություն է, դա ուրիշի գույքի յուրացում է, դա, չգիտեմ, անօրինական կերպով մարդուն ազատությունից, այսինքն մի հանցանք չի։ Եթե դուք սպանություն եք իրականացնում, որպես կանոն հիմնականում մի հանցակ սպանեցիք կամ սպանեցիք, չգիտեմ, թալանի նպատակով եւ այլն։ Սրա մեջ ընդհանրապես չկա երևի հանցագործության մի տեսակ, որը չներառվի ցեղասպանության մեջ եւ պատահական չի, որ առաջին միջազգային կոնվենցիան, անգամ մարդու իրավունքների կոնվենցիայից առաջ ՄԱԿ-ը որ ընդունել է, դա ցեղասպանության կանխարգելման եւ պատժի կոնվենցիան է։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը նաև Հայաստանի արտգործնախարարության առաջնահերթությունների օրակարգում չի այլևս, ինչպես եք սա գնահատում եւ ինչ հետևանքներ կարող է այս իրողությունը ունենալ, ինչպես մեր երկրի, այնպես էլ նույն մեր հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների մասով, որոնք արդեն նշեցինք, բավականին անհարմար իրավիճակում են հայտնվել։ Սխալ եմ գնահատում, որտեղ կրկնում եմ, իբր այս ձևով հարաբերությունները պիտի բարելավեն Թուրքիայից չի լինելու։ Եթե Թուրքիան նպատակ ունի հարձակվել ոչնչացնել Հայաստանը, ինքը 1000 պատրվակ է գտնելու։ Ցեղասպանություն ճանաչում են, չեն ճանաչում, այդպես չի։
ինքը ամեն ինչ կարող է անել, օրինակ համար վաղը պահանջելու է, որ գիտեք, օրինակ Արարատ գինու եւ կոնյակի կոմբինատի անունը փոխի, Արարատ ֆուտբոլային թիմի, այսինքն մի պատճառ կգտնի, անգամ պատճառ չէ, պատրվակ։ Հայաստանին կմեղադրի ահաբեկիչներ կուտակելու մեջ սահմանը։ Եվ եղել է ժամանակի, եթե հիշում եք Օջալանը, երբ որ Հայաստաններ եկե այդ ամբողջականի Արարատ Միրզոյանին կստիպեն, որ Արագած Միրզոյան դառնա եւ այլն։ Այսինքն միշտ մի պատճառ կգտնեն։ Նայեք, եթե քո մտքին չկա խաղաղություն հաստատելու, դու միշտ էլ պատրվակ կկարողանաս հորինես, գտնես, կյանքը շատ բարդ է։ Այսինքն խաղաղությունը քաղաքական, ռազմական հավասարակշռության վրա է խարսխում եւ ոչ թե դիմացինի շահերը սպասարկելով։ Եվ այստեղ կայո դրա ացանցիալ բացական ազդեցությունը այդ բոլոր երկրների հետ մեր հարաբերությունները, որտեվ դա ինչ-որ խափեության հոտ է դրանից գալիս։ Մենք իրանց համոզել ենք, խափել ենք, բարձր արժեքներից ենք խոսացել եւ այլն, եւ այսօր ինքներս մեր շահի համար պատրաստ ենք զիջել, իսկ երկրներին եւ մարդկանց չեն հարգում նրանք, ովքեր ուրանում են նման կարևորագույն բաները, որտեվ ցեղասպանությունը դա մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած ոչ միայն ամենաողբերգական, ամենավճռորոշ իրադարձությունն է։ Այսինքն չլներ ցեղասպանությունը հաստատ Հայաստանը շատ ավելի մեծ ու հզոր կլներ եւ տարածքով եւ բնակչության, հաստատ Ղարաբաղի հարցը, Արցախի հարցը լրիվ ուրիշ կլներ, պատերազմը ուրիշ արդյունք ունենար, Հայաստանը շրջափակելի չէր լինի եւ այլն եւ ես եւ դուք շատ ավելի լավ կապրեինք այս երկրում։ Բոլորովին այլ իրողությունների մեջ։ Լրիվ ուրիշ կլներ իրավիճակը։ Այսինքն այն որ մեկ-մեկ ասում են որ դա դե պատմական իրադարձություն է, ոչ։ Եթե դրա ազդեցությունը այսօրվա մեր կյանքի վրա, անգամ կենցաղի վրա է ազդում, ո՞նց կարա լինի պատմական իրադարձություն։ Դա այսօրվա իրադարձություն է, պատմական այն իրադարձությունները, որոնք կատարվել եւ վերջացել են ինչ որ մի ժամանակաշրջանում, որոնց հետևանքներն էլ մնացել են։ Ազդեցություն չունեն ներկայի վրա։ Իսկ ներկայացություն ցեղասպանության ամենամեծ դա, դրանց ավելի մեծ ազդեցությամբ իրադարձություն չի եղել։ Նաև կարծում եք, որ հաջորդ իշխանությունների իշխանափոխությունից հետո այս հարցը պետք է բերեն կրկին առաջնահերթությունների շարքում։ Այո, որովհետև սա նաև շատ երկրների դրում է բարոյական, ոմանց էլ պիտի դնել իրավական պատասխանատվության տակ եւ իրենք մի տեսակ պարտավորված են զգում քո համար ինչ որ բաներ անելու, հասկանում եք։ Ես դեսպան եմ եղել, Կանադայում այդ հարցը շոշափել եմ, ընդունել եմ, թվով գիտեմ դա ոնց արվում։ Այդ մեղավորության զգացողությունը կա նաև են, որ մենք այսօր չենք կարող դա հատուցենք, բայց ինչ որ ծրագրեր են սկսում առաջարկել դրա դիմաց եւ այլն։ Նայեք, հрьяաները հիմար ժողովուրդ չեն։ Եթե Իսրայելը հոլոկոստի հարցը դարձրել է իր արտաքին քաղաքականության ճանաչման հարց է, որտեղ դեռ ժխտում չկա բանը, բայց դա մնում է որպես ինքնապաշտպանության հիմնավորում, այսօր ինչ են Իսրայելին ներում ատոմային զենք ունենալը, իսկ օրինակ Իրանին կամ Պակիստանին չեն ներում, որտեղ Իսրայելն ասում է ես ցեղասպանություն ապրած ժողովուրդ եմ, never again։ Նորից չեմ ուզում ցեղասպանություն տեսնել, ես փոքր ժողովուրդ եմ, ես չունեմ այն 85 միլիոն ինչ որ Իրանը ունի, ես չունեմ Պակիստանի, չգիտեմ, 100 կամ 200 միլիոնը, նրանք էլ իմ նկատմամբ լավ չեն, ես պիտի իրավունք ունենամ ինքնապաշտպանվել։ Դրանով է բացատրում, ասենք ցեղասպանությունը։ Նույնը Հայաստանը պիտի անի, այսինքն Հայաստանը պիտի ցեղասպանություն այս թեման, նույն նայեք, երբ որ 88-ին սկսեց Արցախյան շարժումը, այն ժամանակ շատ ավելի խելոք էր։ Մենք անընդհատ համատում էինք Նախիջևանի հետ։ Ցույց ենք տալիս, որ տեսեք, Ադրբեջանի կյանքում Արցախը չի կարող ապագա ունենա։ Նախիջևանն էլ օրինակ, հուշարձանների հայ բանը դրա համար այն ժամանակ, որ մեկի մտքով չեր ասում մեզ առաջարկել Արցախ Ադրբեջանի կազմում։ Բայց երբ որ մենք աստիճանաբար մոռացանք այդ համատություններն էլ չարեցինք, իսկ դա ցեղասպանություն էր։ Ի վերջո սեփական հայրենիքից վտարելը եւս ցեղասպանություն է։ Ինչը տեղի ունեցավ Արցախում։ Այդտեղ ինչու տեղի ունեցավ մինչ այդ Նախիջևան, եթե մենք Նախիջևանի հարցը ճիշտ ներկայացնեինք, ի վերջո գիտեք, երբ որ մենք խոսում ենք անգամ մեր անկախության հռչակագրի մեջ գրված է ցեղասպանությունը Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայում։ Եվ սա այդ Հայաստանումը ճիշտ է, ինչու, որտեղ Հայաստանում ասած ներառմա իր մեջ նաև նույն ասենք Նախիջևանը, մենք մոռանում ենք, որ երկու մեծ ջարդ ու կոտորածեղեր է Բաքվում, Բաքվի հայերը, որ Օսմանյան բանակի կողմից մեկը 18 թվին, մյուսը 20 թվին են կոտորվել կամ շուտ, այդ ամբողջ այդ հայոց ցեղասպանության առանձին դրվագներ են։
Դրանք եւ դա իրականացվել է այս նույն ծրագրի մեջ։ Մենք դա չկարողաց, այ եթե հենց սա էր, որ մենք դա այսպես ասած կապիտալիզացնենք քաղաքական կապիտալի եւ ցույց տանք, որ նրանք ինչ են արել, այս վիճակ չլինի։ Մենք նույն Ադրբեջանը, որը Խոջալուի միջադեպը, որ իսկապես միջադեպ է, որտեղ այնտեղ 600 քանի հոգի մարդ է սպանվել եւ մսխեցի թուրքերն են սպանվել, դրանք անգամ ադրբեջանցիները չեն եղել եւ հայտնի չի ով է սպանել եւ անգամ Խոջալուում դա չի եղել, այլ 12 կիլոմետր Խոջալու եւ այլն։ Սպանողները ադրբեջանցիներ են, անգամ Մութալիբովն է դա ընդունել։ Այո, եւ այլն դա, բայց իրանք սա կարողացել են աշխարհին ներկայացնել ցեղասպանություն եւ այդ մեղադրանքը դնել մեր վրա, աշխարհն էլ ասում է, դե սա է դե ցեղասպան ժողովուրդ են, տեսեք Խոջալու են արել, հետեւաբար Ադրբեջան թող դեօկուպացնի սեփական երկիրը։ Ուզում եմ ասել, այս հարցը ցեղասպանությունը հոգեբանական, պատմական այլ հարց չի, այս հարցը անվտանգության հարց է, որտեղ դու ունես համեմատություն, որը կասես չեմ ուզում սա լինի։ Նաև զենքի պահանջելու պարագային, զենքի գնման պարագային, տեսեք, պահանջներից մեկը, որ Ալիևը հիմա առաջ է քաշում, դա դադարեցնել զենքի մատակարարումը Հայաստանին եւ վերադարձնել անգամ գնված զենքերը։ Հիմա դու պիտի փաստ ասես, իսկ ինչու դա չես անում։ Առաջի իհարկե փաստը պիտի համատես Ադրբեջանի գնումների հետ, որը 2.5-3 անգամ ավելի շատ յուրաքանչյուր տարի զենք է գնում եւ երբեւե այս քանակությամբ չի արել։ Ոչ պաշտոնականով 3.9 միլիարդ դոլարի զենք արել 24-ին, կներեք պաշտոնականով։ Ոչ պաշտոնականով անգամ մինչեւ 5.9, 7.2 այդ թվերի։ Կրկնակի ավելի շատ գրեթե։ Այո։ Հայաստանը 1.3 է, այսինքն շատ ավելի քիչ է։ Առաջ փաստարկը իհարկե զենքի համատությունը, բայց երկրորդ փաստարկը դու դες ցեղասպանության փաստը ցույց տաս, որ գիտեք ինչ է, ես այս ժողովրդից, իսկ դա ըստ էության դա նույն թուրքական մշակույթն է, եւ Արցախի օրինակն էլ պետքա վերել, ես ցեղասպանություն եմ տեսել, ես չեմ ուզում այն կրկնվի։ Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանը իր այսօրվա ուղերձում ապրիլ 24-ին ընդգծել է, որ սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է մեծ եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը։ Որքանով եք համաձայն այս պնդման հետ, թե սա պետք է առավելապես դիտարկենք որպես սեփական դեմքը փրկելու միջոց կամ որևէ այլ շարժառիթով։ Սա անգամ միջոց էլ չի, սա ինչ որ անհեթեթ հայտարարություն է, որտեղ նայեք, ցանկացած հայտարարություն պիտի խարսխված լինի պատմական, իրավագիտական, քաղաքական ինչ-որ հիմքերի վրա։ Ասենք ինչ վիճակագրություն ինքը ունի, վերջ ասենք 50 տարվա մեջ, որ ասում է սա է այդ միջոցը կանխելու կամ վերապրելու ցեղասպանությունը։ Ես վերցնում եմ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռազմական բախումները եւ այլն, այսինքն որ սովետը զորք մտցրեց Աֆղանստան, սովետ-աֆղանական սահմանը սահմանազատված ու սահմանագծված չէր, երբ որ Թուրքիան զորք մտցրեց Սիրիա կամ Իրաք, ոնց էր սահմանագծված չէր, անհետեթ ինչ կապ ունի, դա ինչ ասեմ, հա լավ է որ պետություններն ունենան այնտեղ սյուներ խփած, որ ասենք իմ սահմանն է բան եւ այլն, բայց դա չի պաշտպանում, դա երբևէ չի էլ պաշտպանել ոչ առաջին համաշխարհայինի, ոչ երկրորդ, ոչ այդ մյուս պատերազմների ժամանակ։ Սա պարզապես իր ձախող քաղաքականությունը արդարացնելու միջոց է եւ նաեւ երբ որ ինքը ասում է սահմանազատում, օրինակ ինչ հասկանում։ Ես ասում եմ 12 կիլոմետր մենք սահմանազատել ենք, ոչ մի կիլոմետր էլ չեք սահմանազատել։ 4 գյուղ եք հանձնել։ Չէ, բացի այդ սահմանազատումը դա սահմանի ինչ իրավական հիմքի վրա է դա ամրագրված։ Ոչ մի իրավական հիմք չկա։ Գնացել եք ինչ որ սյուներ եք խփել, ինչ որ բաներ եք հանձնել, 4 հանձնել եք, հիմա էլի 4-ն են ուզում եւ այլն չկա։ Դա գործընթաց է սահմանի վերաբերյալ, այսինքն այնտեղ պիտի լիներ համապատասխան հանձնաժողովներ, որը պիտի նախաստորագրեին փաստաթուղթ, որը պիտի շահագրգիռ կառույցների հետ համաձայնեցվեր, որ իզետ դա սահմանի փոփոխման արցակ, արդեն 116-րդ օրենսգիր պիտի հանրակրվել եւ ոչ մի բան չի արված, այսինքն ով որ տեղից վերակենում, անկախ ինչ պաշտոնյա է։ Ուզում է վարչապետ ու չի կարա իր ուզած ձևով բանանի, ասենք ասի էսա մեր սահմանը։ Հիմա Նիկոլն ասում է գնամ խաղաղության պայմանագիր ստորագրեմ։ Քեզ ով է լիազորը, դու ով ես որ գնաս նման բան
կա միջազգային պայմանագրերի ստորագրման օրենք կա Հայաստանում, այնտեղ մանրակրկին այդ process-ը նկարագրած է, դու այդ սկզբից մինչև վերջ խախտում ես այդ օրենքը, այնտեղ սահմանադրության մեջ բան կա, հո այդ ասելով չի, հա, այսօր ոչ սահմանադրական դատարանը, ոչ մյուսը, ասենք նույն դատախազությունը գործ հարուցեր այդ հայտարարություններից հետո, ոչ էլ, չգիտեմ, կառավարությունը հարց չի տալիս, բայց ոչինչ էս արևի տակ հավերժ չէ, հաստատ այդ հարց տվողը լինելու է, հաջորդ իշխանությունը այդ հարցը տալու է։ Այսօր Պոլսո հայոց պատրիարքին եւ հայ համայնքին ուղերձով դիմեց նաեւ Էրդողանը, իհարկե հերթական անհասցե ուղերձներ, սակայն նշել էր այս ուղերձում, որ անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան ու ապագան։ Ինչ պետք է հասկանա հայ հանրությունն Էրդողանի այս ուղերձից, կարող է արդյոք Թուրքիան ինչ-որ փուլում գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, թե ինչպես արդեն նշեցինք, դա տեղի չի ունենա հաշվի առնելով այս իրավիճակը։ Նախ ուզում եմ ասել, որ սահմանի բացելը դա հարաբերությունների կարգավորում չի։ Սահմանը բաց դա ջան մի հատ միջադեպ է մանր արծա, այսինքն դրանով սահմանը կամ անգամ սահմանա նշումն ու բանը, դրանք կարգավորումը դա շատ ավելի բարդ, այսպես բազմակողմ եւ այլն։ Հիմա կա հանցագործ կողմ, ակնհայտորեն դա Թուրքիան է, որը եւ ցեղասպանության է ենթարկել այս ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության, կրկնում եմ, ոչ թե պատմական Հայաստանի Հանրապետության տարածքներն է գրավել եւ այլն։ Հիմա, եթե կարգավորողը նա է, որ դու ստիպում ես զոհին, որ ինքը համաձայնի, որ դու ճիշտ ես, դա կարգավորում չի։ Դա ուղղակի սպառնալիքի տակ հարկադրանք, հա, ուրիշ բան, որ Նիկոլ Փաշինյանը անգամ այդ հաճույքով անգամ դա անում, ուրիշ բան, բայց ամեն դեպքում միջազգային պատահական չի, հարկադրանքի տակ ընդունված իրավական ակտերը, դրանք անօրինական են, դեղ կա, ասենք, under duress է գոչվում, այսինքն այդ փադրը անօրինական է, ակնհայտ է, չէ՞ որ հարկադրանք կա։ Եթե Ալիևը, եթե սրանք խոսում են ցեղասպանությունը կրկնելու մասին, եթե սրա մասին պիտի խոսան, նայեք, եթե իմ համար ընդունելի չի, բայց ես կարող էի համակերպվել այն մտքի հետ, որ որոշել են ամեն ինչ ուրանան, ամեն ինչից հրաժարվեն, բայց այս 29,000 քառակուսի կիլոմետրի վրա հայ ժողովուրդը պետք է ապրի երջանիկ, ապահով, բարեկամական հարաբերություններ ունենալով հարևաններ հետ եւ այլն։ Հակառակ կողմը ունենալ նման պատրաստականություն։ Երբ որ օրինակ Էրդողանն ասում է, ինչ է այդ անցյալի հիշողությունները պատանդ չպահեն ներկան ու ապագան։ Բայց կներեք, այդ սահմանը ով է փակել։ Անցյալի հիշողություն չի, այսօր սա փակված է, զենքը ով է տալիս Ադրբեջանին, ով է հայտարարում, որ Էնվերի ոգին թևածում է մեր վրա, դա էլ անցյալի հիշողություն։ Օրը մեջ համատեղ ռազմական բան եք, զորավարժություն եք անում Ադրբեջանի հետ մեր սահմանների երկայնքով, դա էլ է պատմական հիշողություն, հա պատմականը գիտեք ոնց կլներ, երբ որ դե լավ այդ ներողություն սխալ ընդունելը դնենք մի կողմ, այսինքն իրանք դրան պատրաստ չեն, բայց լրելային կերպով այս ամբողջ հաղթանակ, սահմանը բաց է, այնտեղ հայ համանքի նկատմամբ վերաբերմունքը լավ է, չգիտեմ Հայաստանի հետ լավ հարաբերություններ, այսինքն դե ֆակտո այդ բերքում այդ դեպքում ժողովրդի մասն էլ կարող ասել, դե լավ, հիմա տեսեք, մենք բարեկամական հարաբերություններ ունենք, ինչի անպայման փաստաթղթավորենք, դրա ասենք այդ սխալի ընդունումը։ Բայց իրանք իրականացնում են այսօր թշնամական քաղաքականություն Հայաստանի նկատմամբ։ Ալիևի մասին չեմ խոսում, նա ընդհանրապես, այսինքն Հայաստանի գոյության իրավունքը, եթե Թուրքիան գոնե ձևականորեն պատրաստ էր եւ պատրաստ է միշտ եղել ինչ որ փոքր Հայաստանի գաղափարն ընդունի, Ադրբեջանը դա էլ չի ընդունում։ Ադրբեջանը դա էլ չի, Երևանը իրենցն է, ամբողջ Հայաստանը արևմտյան Ադրբեջան են համարում։ Հա, դա ոչ միայն համարում է։ 22 թվականի դեկտեմբերին իրենք ստեղծեց Ալիևի մասնակցությամբ բացվեց արևմտյան Ադրբեջանի համայնք կազմակերպությունը, որը պետության կողմից հսկայական աջակցություն է ստանում, որի ղեկավարը Ադրբեջանի խորհրդարանի անդամ է, որը հնչեցնում եւ բարձրաձայնում է ադրբեջանական պետության ծրագրերն ու այդ ուղենիշային քաղաքականությունը։ Եվ մենք տեսել ենք ինչի մասին իրանք որ խոսում են, եթե դա տվյալ բան դեռևս պետական քաղաքականության մաս չի, անպայմանորեն դառնում է, որովհետև դա բարձրախոս է ստեղծված իրենց համար։ Այսինքն դա այն ինչ որ ասում են soft power, փափուկ ուժի միջոցով այդ գաղափարն են տանում, այսինքն էլի Երևանի հրապարակը ցույց են տալիս, ասում են, չգիտեմ, էս մերն է,
Նրանք այն աստիճանի լկտիության են հասել, այն օրը կարդում էի ադրբեջանական դրատվականի մեջ, որ հայերը Երուսաղեմում 3 եկեղեցիներ են, որոնք խլել են ալբանացիներից, այսինքն իրենց ոտնձգությունը արդեն միայն Հայաստանը չի, այլ հայ եկեղեցու Հայաստանից դուրս գտնվող վանքերին ու տաճարներին ուզում են տիրություն անեն եւ այլն բանը եւ սա լուրջ պետք է մոտենալ սա շատ հեռու գնացող վտանգավոր քաղաքականություն է որտեվ իրենք ի տարբերություն մեզ որ ասենք մենք այսպես խոսում ենք եւ ընդհանրապես չունենք այդ միջոցները իրենք միլիոնավոր ու 100 միլիոնավոր դոլարներ են ծախսում, իրենք տպում են, կոնֆերանսներ են անում, լցնում են ինտերնետը տարբեր օրակարգ են ձևավորում։ Ամեն ինչ այո, այդպես է եւ տեսեք արհեստական բանականության դարում, որը ինչպես է իր ալգորիթմը, ինքը հոչ չի մտածում։ Արհեստական բանականությունը ինտերնետում արկա ինֆորմացիայի հիման վրա քեզ տալիս է եզրակացություն։ Եվ եթե դու քանակային առումով, ավելի շատ լսես օրինակ, որ Երուսաղեմի Սուրբ Հակոբի տաճարը դա եղել է աֆղանական եկեղեցի, իսկ իրենք էլ դրա իրավահաջորդն են, հետևաբար իրենք այդպես են, իրենք ասում են մենք թիվ 1 քրիստոնյա երկիրն ենք աշխարհում։ Այո։ Հայերն էլ չէ, որովհետև Բարտողոմեոսը հիմնել ալբանական եկեղեցին եւ այսինքն սա այն ինչ որ մեզ համար անհեթեթ է թվում է սպահին, գիտեք, Գեբելսն ասում են սուտը, որը հաճախ ակրկնում դառնում է իրականություն։ Հա, մասնագետներին չեն կարող խաբել, ազնիվ մարդկանց չեն կարող խաբել, մեզ չեն կարող խաբել, մենք հայ ենք շահագրգիռ, բայց աշխարհը դրանից չի, աշխարհի մեծ մասը առաջինը ազնիվ չի, երկրորդ թքած ունի, ինքը գաղափարել չունի ինչի մասին է խոսքը, հետեւաբար իրաց խաբելը հեշտ է։ Ոչ թե այդ մարդիկ վատն են, այդ մարդին լավագույն դեպքում հետները խոսում են բանից բացատրում, իրանք ասում են, հա դե դուք մի բան եք ասում, թուրքերը մի բան են ասում, ինչ անենք։ Դու առավել դու կարաս հավասար դիտարկվես։ Իսկ եթե նրանք էլ շատ են աշխատանք տանում, այսինքն վերջացավ, որովհետև մարդիկ ճշմարտությունը զանազանելու համար, հասկանալու համար, օրինակ որ ես ենթադրենք այս օրինակ Կամրան աննով ինչ որ մի հատ ապուշ բլոգեր բան ասում, չէ, որովհետև դա հասկանան, իրենք պիտի դրա պատրաստություն ունենան դա հասկանալու, գիտելիք պիտի ունենան, փորձ ունենան։ Մարդկանց մեծ մասը այդպես չի, որովհետև մարդիկ որ լսում են օրինակի համար շատ կեղծիքներ, ինչպես մենք կարող ենք լսենք, չգիտեմ, Լատինական Ամերիկայի վերաբերյալ մի դրվագ, Աֆրիկայի վերաբերյալ, չիմանանք, ճիշտ է, դե սուտ հատկապես լուրջ դեմքով էլ ասում են, հատկապես որոշ, այսպես ասած, նյութական բաներ են ներկայացնում, բայց իհարկե կեղծված եւ այլն։ Օրինակ Բաքվի հայկական եկեղեցիներից պահպանված մեկի վրա կա այն խորհրդանիշը վեցաթև աստղը, որը հազարամյակներով եղել է հայոց մեջ եւ երկնքի եւ երկրի միասնության գաղափարն է։ Իսկեն ամեն երանգյունին դա խորհրդ։ Հիմա իրանք ռոպագանդ են տանում, որ այդ եկեղեցի, որի վրա Դավիթի աստղն է, իսկ Դավիթի աստղը դա ստե համարվել 19-րդ դարը մի քիչ քաղաքականացվել է։ Այս եկեղեցին հայերը սա սինագոգ է եղել, հայերը խլել են հрьяաներից։ Հիմա դուք պատկերացրեք, չէ, ապուշություն է, կատարյալ ապուշություն, բայց ինչ որ հрьяաների վրա դա կազդի, չէ։ Այսինքն հայերը իրենցից սինագոգ են խլել Բաքվում, դա արդեն թշնամական վերաբերմունք է, ինչ որ ռուսների վրա կազդի, բայց այլ սուտը Վոտաստանը։ Բավականին լուրջ աշխատանքի տեղ ունենք այս առումով։ Իրանք տանում են, մենք հակակշռություն ցավոք շուտի չենք կարողանում հակակշռել, որովհետև ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները առանց պետական աջակցության չեն կարող հակակշռել։ Եվ պարոն Պապյան, մեր հարցազրույցի տեսագրման պահի դրությամբ դեռևս ուղերձով հանդես չի եկել Միացյալ Նահանգների նախագահը, ինչ ակնկալիքներ ունեք Թրամփի այս տարվա ուղերձից, նա կօգտագործի հայոց ցեղասպանություն ձևակերպումը, ինչպես դա Բայդենն էր անում, թե օրինակ կխուսափի դրանից։ Դե դեռևս չկա, որովհետև այնտեղ 11-12 ժամվա տարբերություն կա, բայց ցավոք սրտի ես չեմ ակնկալում, որ Թրամփը կօգտագործի հայոց ցեղասպանություն վարակապակցություն։ Ինչու՞։ Իր դիրքորոշումն է։ Ինքը ասում էր, եթե հիշում եք, որ հարց էին դնում, որ չես ճանաչում, ասում էր, ես այդ հարցը սպանում, որտեղ ես դրանից այն կողմ չեմ կարող ուրիշ քայլեր անել, դրա համար չեմ ճանաչում։ Հիմա սա կարա պատրվակ հնչել, գիտեք։ Թրամփը անտրամաբանական գործող
անձա։ Ես ճիշտ է, բնական մենք փորձում ենք Տրամպի վարչախմբի հետ լավ հարաբերություններ զարգացնել, նաև Բևերն է փորձում, բայց դա չի նշանակում, որ մենք չենք տեսնում, որ ինքը, հատկապես անձամբ ինքը կողքում խելոք մարդիկ կան, էլի, բայց նրանք ի վերջո առաջնային չեն։ Բաներ անում, որ հակաամերիկյան են իրենց բնույթով։ Օրինակ միայն այն, որ Եվրոպայի հետ նման լարված հարաբերություններ ստեղծելը, դա ինչ ասեմ, Ամերիկայի թշնամիների երազանք եւ այլն։ Չի անի, որտեվ իր համար, ինչպես Հայաստանի վարչախմբի համար նյութական ակնկալիքը ամենակարևորն է, իրանք ինչ են ասում, չէ՞։ Ասում են, դե բան լի Թուրքիայի հետ հարաբերությունները լավացնենք, գնանք առևտուր անենք։ Ուտենք, խմենք, լավ ապրենք։ Հա, կամ որ ասում են նույն Իրանցի հետ հարցը, ասում է, դե ի վերջո Նիկոլի խոսքերն եմ ասում, դուք պիտի երջանիկ լինեք, որ ոչ թե այն կողմը վտանգ զգաք, որ Ադրբեջանը պիտի երջանքն է, որ այն կողմը ադրը, որտեղ կարա գնաք բիբար ծախեք կամ բիբար առնեք։ Բայց այդ բիբարային մտածողությունը չի կարա միջպետական մտածողության։ Ցավոք սրտի Տրամպը դրա իհարկե այդ աշճան ինքը չի իշտում, բայց այդտեղ երբ որ ինքը սկսում առաջնորդվել նյութականով, օրինակ, նախ այդ նյութական բոլոր բաները առ այսօր ձախողվել է քաղաքականությունը, որտեղ ինքը փորձեց նեղը դնել Չինաստանին, Չինաստանը հակադարձեց, նույնը Կանադային եւ այլն։ Իմ կարծիքով ամենաճիշտը Ամերիկայի համար ընդհակառակը բաց մրցակցային առևտուրներ, որտեղ ինքը հզոր երկիր է, իսկ ինչ ասեմ, պայքարի մեջ հզորներն են հաղթում, ինքը դա պիտի աներ։ Ինքը սկսեց սահմանափակումներ դնել եւ հակառակը ստացավ, ինքը կարծես չի անի, որտեղ ինքը չի ուզենա հարաբերությունները վատացնել Թուրքիայի, Ադրբեջանի եւ իսլամական աշխարհի հետ։ Եվ պարոն Պապյան, տեսնում եմ այսօր դուք ներկայացել եք ԱՄՆ նախկին նախագահ հայ ժողովրդի բարեկամ Վուդրո Վիլսոնի կրծքանշանով։ Ինչ խորհուրդ է սա իր մեջ կրում։ Հայ ժողովուրդը 1878 թվականից, երբ որ Սան Ստեֆանո, իսկ հետո Բեռլինի կոնգրեսում հայկական կամ հայերի հարցը սկսեց քննարկվել, մինչև 1920 թվականը պայքարի մեջ է եղել։ Անցել է Համիդյան ջարդեր, անցել է մեծ ցեղասպանություն, ֆիդայական, իսկ եւ այդ ամբողջ այդ կորուստների, տառապանքի պայքարի պսակը եղել է Վուդրո Վիլսոնը իրավարար վճիռը, որը կատարածել, այսինքն ստեղծել է Ուիլսոնը, բայց սա հստակ հասկանանք, որ սրա նախաձեռնողը եղել է Փարիզի վեհաժողովը, որը գործել է տվյալ ժամանակ գոյություն ունեցող գրեթե բոլոր երկրների անից ամեն դեպքում հայցադիմը ստորագրվել է բրիտանական կայսրության, Ֆրանսիայի եւ Իտալիայի կողմից եւ Ամերիկա։ Սա հետեւյալն է, որ այո, մենք ունեցել ենք մարդկային մեծ կորուստներ ցեղասպանության ժամանակ, բայց իմ կարծիքով ամենամեծ կորուստը մեր եղել է հայրենազրկումը։ Մեզանից հողեր չեն գրավել, մեզանից հայրենիք են գրավել։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Գիտե, հողերը հողային վեճը, տարածքային վեճը այդ Կուրիլյան կղզիներն են Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջև։ Մեր մոտ հայրենիքի խնդիր է եւ իդեպ թուրքերը, թուրքերը ձևել ասում էին, որ մենք հայրենիքի իրանք գիտե ասում մենք եկել ենք զենքով հայրենիք ենք ստեղծել, սրով հայրենիք ենք ստեղծել մեզ համար եւ դուք մեր հայրենիքում տեղ չունեք։ Հիմա պատմականորեն այնպես է ստացվել, որ այս մարդը Ամերիկայի 28-րդ նախագահը իրեն է վերապահված եղել, այդ որ ասում է սահմանագծած սուտ ասում Նիկոլը։ Սովետական սահմանը երբեք Հայաստանից ինքը Թուրքիայի հետ սահմանագծված, ճանաչել է լրիվ օրինական են ինչ-որ անթերի, ավելին ասեմ, հանձնաժողով է ստեղծվել սահմանանշման համար, այսինքն այդ սյուները տեղադրելու համար, որի ղեկավարը ամերիկյան նախկին դեսպան Մորգենթաուն էր, որ դա պիտի աներ, ի կատար չի ասել, որտեղ Հայաստանը դադարել է գոյություն ունենալուց 1920 թվականին օկուպացվելով ռուսական եւ թուրքական զորքերի կողմից, որը մեզ մոտ կոչվում է սովետիզացիա, բայց միջազգային կոչվում օկուպացիա, որտեղ այդ սովետիզացիան դա ինչ կարգեր է հաստատվել, սովետական կարգեր, բայց դրսից եկել է 11-րդ կարմիր բանակը, որի դեպ ասեմ, զինվորների մեծամասնությունը եղել են նախկին Օսմանյան կայսրության ռազմագերիները, ինչպես նաև մուսաֆատական բանակի մարդիկ։ Դրա վրա մի հատ առանձին ուսումնասիրություն ես պիտի հրապարակեմ, կա աղբյուրները շատ կան,
որովհետև բաուր կորավ այդ մուսաֆատական բանակը, երբ որ ապրիլին գրավեցին, դա սիրուն կարմիր գլխարկները դրեցին բանեղան, իսկ կարմիր բանակն էլ կրկնում եմ հիմնականում կարծեմ Վորոնեժի կողմերն էր այդ Օսմանյան բանակի։ Դրա համար ինձ համար այս մարդը մնում է հայ ժողովրդի բարեկամ, առաջին հերթին իհարկե արդեն նշածս այդ սահմանազատման եւ այս ցեղասպանության հետևանքների վերացման հարցով։ Գիտեք, մեր սրտի մրմուրը ուժեղ է, որովհետև որ մենք այդքան կորուստներից հետո որևէ հատուցում չստացանք։ Եթե հոլոկոստի հետ ես համատում, հոլոկոստի պատճառով, ես կասեմ անգամ շնորհիվ, հрьяաները պետականություն ստացան։ Այդ պետականության բուն իմաստը հենց դրա մեջ էր հрьяաներին տալ պետություն, որպեսզի ցեղասպանություն չկրկնվի։ Ցեղասպանության, այս ցեղասպանության մենք կորցրեցինք մեր պետականությունը, որտեղ մենք այնքան թույլ էինք, այսինքն նամես 18-20 հանրապետությունը 300,000, 500,000 գաղթական սովյալներ, կոտորվածներ եւ այլն ամեն ինչ կորցրած ոչինչ չկար, դժվար էր դիմադրել եւ բան։ Հիմա այո, շատ սխալ բաներ ա եղել, դավաճանություն ա եղել, նույն Կարսի հանձնման եւ այլն այդ հարցերով, ինչպես ցավոք սրտի եղավ Արցախի հարցում։ Բայց եկեք հստակ հասկանանք, եթե ցեղասպանությունը չլներ, մինչ այդ քեմալական բանակը, ինչքան է ռուսներ իրանց օգնեին, չեն կարող գալ հասնել Կարսի կամ Էջմիածնի պատերի տակ։ Իրենք այն ժամանակ Էրզումի մոտ էին։ Մենք կարողանայինք դիմադրել։ Երբ որ չստացվեց սա, դրա համար սա եւ նաեւ հիշեցնեմ, որ այս մարդու շնորհիվ 100,000-ավոր մարդիկ այսօր գոյություն ունեն, որտեվ Near-East Relief-ի ստեղծումով եւ որ ֆինանսավորներ եղել է մի զգալի մասը պետությունը եւ նաեւ ամերիկյան եկեղեցիները 132,000 որբ փրկվել, որից առնվազն 120,000 եղել են հայեր։ Հիմա պատկերացնեք 20 թվի 120,000 այսօր ինչքան է, դա առնվազն 700,000 հայ է։ Ես այսօր Facebook-ում նայում էի մարդիկ իրենց նախների նկարներն են դնում եւ նրանց մեջ շատեր կա, որ գրում էին, որ որփայղը եւ որփանոցում է մեծացել։ Որ որփանոցի մասն ինչի չեք ասում։ Դրանք եղել են ամերիկյան որփանոցներ։ Հայաստանում 60-ից ավել ամերիկյան որփանոցներ են եղել, իհարկե եղել են շատ փոքր որփանոցներ, օրինակ նույն Քանդեցին այդ շենքը Պուշկինի փողոցի վրա էր, որտեղ մի քանի տասնյակ ա եղել։ Բայց եղել է Գյումրիի որփանոցի նման որփանոց, որը ավելի քան 20,000, 25,000 որփ ա եղել։ Ի վերջո գյումրեցիների մեծ մասը դրանք այս երեխաների որփոնացել երեխաների սերունդներն են եւ դա այս մարդու շնորհիվ ա եղել, այսինքն չկա աշխարհում մի որևէ անձ, որը այսպես ասած 800,000 հայ ա փրկել, այս մարդը փրկել է։ Շնորհակալ եմ, պարոն Պապյան։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք միջազգայնագետ ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանի հետ։ Կհանդիպենք։